Նույն սննդի այդ ընտրությունը, որ մենք երեխաներին պետք է սովորացնենք, ինչ սնունդ օգտագործեն եւ այլն, եւ այո դուք ճիշտ եք ասում, մարզական ենթակառուցվածքների մեջ ներդրում անելը լավ է, կարեւոր է, որտեղ այնտեղ մի քիչ ավելի բազմաֆունկցիոնալ են իրանք, լող եւ այլն եւ այդպես, բայց օրինակ վազելու համար փող պետք չի։ Մենակ կոշիկ է պետք, մի զույգ, որը 20,000 դրամ է։ Մուժիկին պետք է մի զույգ կոշիկ։ Սա իրոք հայեցակարգային լուրջ հարց է։ Բան Թորոսյան, ճիշտ եք ասում, բայց թե մի հատ ուրիշ խնդիր կա, 21-րդ դարը մարքեթինգի դարը։ Օրինակ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի։ Առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի առողջ։ Իմ մեր ամբողջ խնդիրն է, որ առողջ ապրելակերպը բրենդինգ ունենա։ Ասենք ամենա բանի ամենաշատ շաքար պարունակող սնունդը ինքը անենց բրենդինգ ունի եւ անենց դիզայն ունի, որ նայում ես ուզում ես բան, այսինքն դու ուզում ես դա, բայց առողջ ապրելակերպը ես էդ եմ ասում, հիմա դուք օգնեցիք, որպեսզի առողջ ապրելակերպը պետքա բրենդինգ ունենա։ Եվ մի բան 21-րդ դարում ցանկացած բան, որը չունի բրենդինգ, ինքը գոյություն չունի։ Այսինքն չկա 21-րդ դարում կա բրենդինգ, կա իր տակի բանը, ապրանքը կամ ծառայությունը կամ չկա բրենդինգ, ուրեմն չկա։ Մեր խնդրեմը այն չի, որ վազելու տեղ չկա։ Մեր բրենդինգը այն է, որ մեր խնդրեմն այն է, որ բրենդավորված չի։ Այդ ապրանքը, առողջ ապրելակերպը բրենդավորված չի։ Ընդհակառակը հակառակն է բրենդավորված։ Եվ սա համակարգված խնդիր է։ Համակարգված խնդիր է։ Սկսած, որ այդքան խոսում ենք քրեական ենթամշակույթի մասին, որ բան ենք, որի դեմ տենցել արդյունավետ չենք կարող պայքարենք, որովհետև ասենք քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ կարող է առողջ ապրելակերպը նույնիսկ ամոթ լինի։ Որ ասենք տղամարդը չհասկացան, տղամարդը շորտ կհագնի, ասենք բանը կամ հեծանիվ կքշի։ Պետք է տղամարդը բանի գյուղամեջում պպզի առնվազն անընդհատ 6 ժամ։